Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 7-ն է, մեզանում նշվում է որպես մայրության և գեղեցկության տոն, ուստի շնորհավորում ենք մեր բոլոր կանանց, աղջիկներին և ինչպես որ խոստացել էինք, այսօրվա հաղորդումը կնվիրվի նրանց։ Այսօրվա հաղորդումը, ինչպես մենք զետեղել էինք արդեն մեր հայտարարագրում, կկոչվի «Կինը հայոց պատմության մեջ»։ Մինչև մեր հաղորդման բուն նյութին անցնելը, ավանդույթի համաձայն նախ անդրադարձ կատարենք մեր նախորդ հաղորդումից հետո ստացված նամակներին, որից հետո կշարունակենք, այսինքն կսկսենք մեզ համար շատ հաճելի, շատ սիրելի թեման։ Ուրեմն նախորդ մեր հաղորդումը հիշում եք, որ նվիրված էր համշենահայությանը, հայության մի շատ հետաքրքիր հատվածին, որը 8-րդ դարում մեր թվարկության Արագածոտն և Կոտայիկ գավառների տարածքից տեղափոխվեց Սև ծովի ափ, այնուհետև այնտեղ երկար ժամանակ 700 տարի շարունակ պահպանեց սեփական իշխանությունը, հետագայում 18-րդ դարում մոտավորապես ընդունեց մահմեդականություն, մի մասը նրանց, մի մասը շարունակեց քրիստոնյա մնալ, 19-րդ դարի երկրորդ կեսին սկսեցին նրանց այսպես տեղափոխումները դեպի Աբխազիա, Սոչի, ներկայիս Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի տարածք, որտեղ առաջ եկավ համշենահայության երկրորդ մեծ զանգվածը, այնուհետև 15 թվականից հետո այդ օջախները ավելի շատացան և 44 թվականին նրանց մի մասն էլ բռնի գաղթեցվեց Միջին Ասիա և փաստորեն ունեցան մի քանի այսպիսի գաղութներ։ Նրանց վերաբերյալ մի քանի հարցումներ են լրացուցիչ եղել, Շահեն Հովսեփյանը մասնավորապես հենց հարցում է կատարում արդյոք Խաչակիրների արշավանքների տարիներին և հետագա Տրապիզոնի կայսրության ժամանակ համշենահայերը հաջողացրել են Կիլիկիայի հայ իշխանների նման կիսանկախ կամ լրիվ անկախ մնալ, այո, պիտի ասեմ, որ մինչև 15-րդ դարը, փաստորեն 780-ական թվականն ստեղծվեց նրանց իշխանությունը և մինչև 1480-ական թվականները պահպանվեց Համշենի կիսանկախ իշխանությունը, որը լրիվ ներքին ինքնավարություն ուներ, և երկրորդ հարցը Շահեն Հովսեփյանի, որ արդյոք 20-ական թվերին համշենահայերը ենթարկվեցին կոտորածի, երբ Պոնտոսի հույներին էին կոտորում։ Այստեղ պիտի երկու բան հիշել, մեկը 1915 թվականից մինչև 23 թվականը համշենահայության հերոսամարտը տեղի ունեցավ։ Սա իսկապես բացառիկ մի բան է, որովհետև 8 տարի շարունակ ցեղասպանությանը հաջորդ տարիներին սա միակ օջախն է հայության, որ 8 տարի շարունակ հերոսամարտ է մղել։ Համշենահայության ջարդերի հետ կապված պիտի այստեղ տարբերակումը դնենք, որովհետև Թուրքիայում ևս այդ տարբերակումը դնում էին մահմեդական և ոչ մահմեդական և հայախոս և արդեն թուրքախոս։ Թուրքախոս համշենահայերը, որ Բաշ համշենահայեր անունով են նաև հայտնի, նրանց զգալի մասը կոտորածների չենթարկվեց, մյուսները կարողացան հիմնականում դիմակայել, որովհետև արդեն ասացի 8 տարի շարունակ մարդիկ հերոսական կռիվ տվեցին և այսօր շարունակում են ապրել իրենց հողերում, որը Սև ծովի ափն է, Բաթումից սկսած մինչև Տրապիզոն, Սամսուն այս տարածքներում։ Ուրեմն հարցերի վերաբերյալ մեր հայրենակիցներից մեկը Ռուսաստանից հարցում է արել ուդիների մասին, որոնք ապրում են Ադրբեջանի տարածքում, կրում են հայկական անուն ազգանուններ և նրանց հայկական արմատների մասին է հարցնում, ասեմ, որ ուդիները ծագումով հայ չեն, սակայն հետագայում սրանք աղվանքի բնակչության հիմնական կարևոր հատվածներից մեկն էին կազմում, որոնք հետագայում քրիստոնյա լինելով և դավանելով հենց մեր առաքելական եկեղեցուն, հավատամքին, դավանանքին, նրանց հիմնական մասը հայացավ և զգալի մասը Հայաստանում էր բնակվում, ընդ որում 88 թվականին մեր շարժումը երբ որ սկսեց, Արցախյան շարժումը, որպես հայերի նրանցից շատերին ուղղակի բռնի արտաքսման ենթարկեցին Ադրբեջանից։ Մենք ունեցել ենք նաև հայտնի ուդիական ծագումով հայտնի հայ գործիչներ, ես քանի որ մտադիր եմ առաջիկա մեր հաղորդումներից մեկը նվիրելու աղվանքին, բուն աղվանքին, այս ուդիների խնդրին ևս մենք անպայման կանդրադառնանք։ Մեր նամակագիրներից Ժիրայր Գասպարյանը Հոլանդիայի Ալմելո քաղաքից անդրադառնալով
մահմեդական հայերի խնդրին, տեղեկացրել է հենց իր քաղաքի մասին։ Նրանք հիմնականում մոտ 30 տարի առաջ տեղափոխվեցին Թուրքիայի հարավային շրջանից, որոնք Շիրնակի շրջանն է, սա հին հայկական իդեպ կորդված աշխարհի տարածքի մեջ էր մտնում։ Այս մասին մենք տեղեկություններ ունենք եւ բավական հետաքրքիր է, որ նրանք ոչ միայն կրկին քրիստոնեություն ընդունեցին, որտեղ նույնիսկ հայտնի է, որ 15 թվականին մտածելով, որ իրենք միակ հայերն են մնացել հայության մեջ եւ մտածելով, որ իրենցն է առաքելությունը փրկել հայությանը, բարձրացան կորդված Արարատի լեռը, Ջուդի լեռը եւ այդ տարածքում բավականին երկար փակ համայնքով ապրեցին, որպեսզի հայությունը փրկեն։ Եվ բավականին ուշ է, որ արտաքին աշխարհից տեղեկացան, որ այնուամենայնիվ հայությունը փրկվել է 15 թվականի կոտորածներից։ Եվ մի հետաքրքիր բան եւս, նրանք բավականին արագ հետ քրիստոնեություն ընդունեցին եւ վերջերս երբ որ ես Միացյալ Նահանգներում էի Վաչե Սրբազանի հետ, որ երկար տարիներ եղել է մեր առաջնորդներից Նյու Յորքի առաջնորդը եւ մի շարք կարևոր պաշտոններ է վարել մեր եկեղեցում, նրանից տեղեկացա, որ հենց Ալմելո քաղաքի, այս Հոլանդիայի Ալմելո քաղաքի հայ ազգի ներկայացուցիչներից հայ եկեղեցին ունեցել է նշանավոր հոգևորականներ, մահմեդականացած, ապա կրկին հետ վերադարձած քրիստոնեական հավատքի։ Մենք այս խնդրին եւս հատուկ անդրադառնալու ենք, որովհետեւ ինչպես արդեն խոստացել եմ, մահմեդական քրդախոս, թուրքախոս հայերին մենք անդրադառնալու ենք առաջիկայում եւ նվիրելու ենք հատուկ հաղորդումներ։ Նախորդը նվիրված էր միայն համշենահայությանը, սակայն մեր խոստումը մնում է ուժի մեջ եւ սրանց կանդրադառնանք։ Ուրեմն մեր նամակագիրներից մեկը նկատելով, որ նախորդ հաղորդումը կարծես կիսատ մնաց, Համո Աբելյանը Բելգիայից գրում է, որ գուցե թե երկարացնեիք հաղորդումները եւս 30 րոպեով, շնորհակալություն, որ հաճույքով եք ունկնդրում մեր հաղորդաժամը, սակայն ասեմ, որ դա կարող է իսկապես հոգնածուցիչ լինել։ Մենք ինչ-ինչ բաներ, այո, իսկապես նախորդ հաղորդմանը կարծես կիսատ եւ չասված մնաց, հատկապես համշենահայության հայրենադարձության խնդրի մասին, եւ պարոն Սերգեյ Վարդանյանի հետ մենք պայմանավորվեցինք, որ հատկապես երբ որ իր կոթողային մեծ աշխատանքը լույս կտեսնի, դա կլինի երևի մայիս-հունիս ամիսներին, մենք մի հաղորդում եւս առիթ ունենանք իրեն հյուրընկալելու եւ այս անգամ նոր նյութերով եւ շատ ավելի հարուստ, այնպես որ մենք այդ բացը անպայման կլրացնենք։ Մեկ ուրիշ նամակ Սփյուռքից Կայծակ Փալանջյանը ուրեմն գրում է, որ հետաքրքիր գաղափար է հայրենադարձության հետ կապված, մանավանդ Սերգեյ Վարդանյանը ասեց, որ սովետական ժամանակ փորձ եղել է եւ ինքն էր նախաձեռնողը, սակայն դա չի հաջողվել։ Գրում է, որ արդյոք ճիշտ չէ լինի այսօր զբաղվել այդ հարցով եւ նրանց վերաբնակեցնել Արցախում, ազատագրված տարածքներում, կամ որ ավելի մոտ է Ջավախքում։ Բնականաբար սա մտորելու տեղիք տվող հարցադրում է։ Ջավախքում իհարկե այսօր մենք չենք կարող մի բարձ պատճառով, որովհետև Ջավախքը չի գտնվում հայկական իշխանության ներքո, դա վրացական իշխանությունների խնդիրն է, սակայն ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը սա իսկապես շատ կարևոր, շատ լուրջ խնդիր է եւ մնում է մեր բաց կողմերից մեկը։ Մեկ ուրիշ կարևոր այսպես մտահոգությամբ նամակ, որ ափսոս ազգանունը չի նշել, Լոս Անջելեսից Մարո անունով մեր հնակիցներից մեկը գրում է, որ դիտելուց հետո մեր հաղորդումը իր համար բավականին հետաքրքիր էր, մանավանդ որ իր մայրը համշենահայուհի է Սոչիից, որտեղ նրա նախնիները տեղափոխվել են Օրդուից։ Եվ հետաքրքիր բան է տեղեկացնում, որ 2003-ին, երբ որ գնացել է Սոչի, տեսել է շատ տխուր մի իրավիճակ, նոր սերունդը գրեթե հայերեն չէր խոսում, բոլորը ռուսախոս էին։ Հայերենը մի տեսակ անտեսվում էր։ Այնուհետև գրում է, որ այցելել է Նովի Աֆոն գյուղաքաղաքը, որտեղ ժամանակին կար հայկական երկու դպրոց, երկուսն էլ փակված ու լքված էին, անտերության մատնված։ Հայերն էլ կարծես անտարբեր էին, շատերի մոտ նկատել է բավականին տխուր, այսպես հոգեկան նույնիսկ խանգարման նշաններ, որը կարծում է թե պատերազմի հետևանքն է եղել, եւ ամենատխուրը, որ ինքը նկատում է, այն է, որ երբ շատերին հարցնում էին, թե ինչի երիտասարդները չեն խոսում հայերեն, նրանք մի տեսակ տխուր, այսպես մի տոնով ասում էին, որ նրանք կարծես թե ավելի իրենց
իրենց համար կարևոր բաներ են գտել, ընդ որում ցավալի է, որ նրանց մի մասը զբաղվում էր հարբեցողությամբ եւ այլն։ Միանշանակ այստեղ կիսելով մեր սիրելի հայրենակցի մտահոգությունները, ուզում եմ ասել, որ ինքը վերջում հարցադրում է անում, որ վերջին հաշվով չէ, որ այստեղ հենց մեր մեղքն է եւ հենց իրենք այս համշենահայերն են մեղավոր, որովհետեւ տարիներ առաջ հայերենը կարծես թե արդեն Սոչիում խնդիր չէր։ Անշուշտ այս խնդիրը կա եւ ես պիտի սրան ավելացնեմ նաեւ, որ այս խնդիրը կա ամբողջ Սփյուռքի պարագայում, որովհետեւ դուք շատ լավ գիտեք, հենց նույն Միացյալ Նահանգներում 15 թվականին այնտեղ հաստատվածների սերունդների 70-80% այսօր հայերեն չի խոսում։ Այն 4-րդ սերնդի ցեղասպանությունից փրկված 4-րդ սերնդի ներկայացուցիչների միայն 20-30%-ն է հայախոս մնացել, թեպետ պահում են հայկական գիտակցությունը, բայց լեզուն ինչ-որ կարևորագույն գործոն է։ Մենք նույն խնդիրը ունենք այստեղ եւս եւ միանշանակ համաձայնվելով մեր հայրենակցին ասեմ, որ ավելի բարդ մի իրավիճակ էր մենք ունենք նույն Ռուսաստանի պարագայում 90-ականների սկզբներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխվածների երեխաները, որոնք ծնվել եւ մեծացել են այնտեղ, նրանց զգալի մասը արդեն հայախոս չի։ Եվ այս հայապահպանության խնդիրները համահայկական կառույցներ ստեղծելը իհարկե շատ կարևոր պիտի լինեն։ Իդեպ մեր հայրենակիցներին ասեմ, մի քանի հաղորդում առաջ մենք բարձրացրել էինք եւ համահայկական կոնգրեսի եւ Սփյուռքի նախարարություն ստեղծելու խնդիրը, Սփյուռքի հետ կապերի նախարարություն, հավանաբար արդեն տեղյակ եք մեր լրատվամիջոցներից, որ ընդունվել է կառավարության կողմից նման որոշում եւ պետք է գործի Սփյուռքի հետ կապերի նախարարություն։ Հուսանք, որ այս նախարարությունը դեռ հայտնի չի նաեւ նախարարի անունը, բայց հուսանք, որ նա կլինի ժողովրդի հայության կողմից հարգված անձնավորություն եւ կարևոր գործ կկատարի հենց հայապահպանության հարցում, այդ թվում նաեւ Ռուսաստանում բնակվող համշենահայերի։ Մեկ այլ նամակ Վարդգես Քամալյանը մեզ հետաքրքիր բան է, նույն մտահոգությունն է գրում, որ կապված այստեղ արդեն կրոնական գործոնի հետ, ինչն է խանգարում իսլամացած հայերին նորից քրիստոնյա դառնալ եւ ինչ քայլեր է ձեռնարկում կամ կարող է ձեռնարկել հայ առաքելական եկեղեցին այդ ուղղությամբ։ Այստեղ պիտի ցավով ասեմ, որ մեր եկեղեցին շատ քիչ քայլեր է ձեռնարկում։ Ամբողջ հարգանքով մեր եկեղեցու, նրա պատմության, նրա բազմաթիվ նվիրյալ գործիչների նկատմամբ, բայց պիտի ասեմ, որ շատ քիչ քայլեր է ձեռնարկում եւ նախորդ հաղորդման ժամանակ եւս ցավով արձանագրեցի, որ նույնիսկ մեզանում ֆանատիզմի հասնող մի երևույթ կա, որ անգամ կաթոլիկ հայերին ֆրանկ համարելով օտարացնում են մեզնից, ուր մնաց արդեն այստեղ մահմեդական հայերին։ Առավել եւս, երբ որ դա վերաբերում է Թուրքիայի տարածքին, որովհետեւ հունվար ամսին ես հատուկ մի հաղորդում նվիրեցի Արևմտյան Հայաստանի մերօրյա իրականությանը եւ առիթ ունեցա ասելու, որ Ադիամանի տարածքում, որը հին հայկական Կոմագենեի թագավորության տարածքն է, ես առիթներ ունեցա հանդիպելու նաեւ հայ քրիստոնյաների հետ, որոնք ահավոր խեղճ վիճակում էին ապրում, եւ երբ որ նրանց հարցրեցի, թե վերջին անգամ երբ են տեսել հայ հոգեվորական, ասացին, որ տարիներ առաջ, երբ իրենք էին այցելել Կոստանդնուպոլիս, Ստամբուլ։ Այնպես որ իսկապես այստեղ մենք մտահոգվելու լուրջ խնդիր ունենք։ Եվ մի հարց, որը ուղղակիորեն չի առնչվում մեր հայրենակիցներից Փարիզից Մոնիկա Արաքելյանն է տվել, քանի որ այսօր մեր շատ սիրելի կանանց տոնն է, բնականաբար չեն կարող որևէ հարցի կողքով անցնել, մանավանդ որ այս հարցը շատ է արծարծում եւ միշտ շփոթ է առաջացնում։ Խոսքը վերաբերում է Անդրկովկաս եւ Այսրկովկաս հասկացությունների շփոթին, որ մեզանում կա։ Ուրեմն շատ համառոտ ասեմ եւ անցնենք մեր բուն նյութին։ Ռուսական գրականության մեջ ստեղծվեց Անդրկովկաս հասկացությունը։ Երբ որ նրանք նվաճում էին, փաստորեն 19-րդ դարում ստեղծված դա տերմին է, նվաճում էին Կովկասյան լեռներից այն կողմ Անդին գտնվող տարածքը, Անդրկովկաս, Կովկասից այն կողմ, սա հասկացությունն է, որը մտավ նաև խորհրդային պատմագրության մեջ եւ բնականաբար նաև ռուսահայ եւ խորհրդահայ պատմագրության մեջ եւ մենք շատ հաճախ հենց օգտագործում ենք Անդրկովկասյան հանրապետություններ, որ 3 հանրապետություններից մեկն էլ մենք ենք։ Երբ որ խորհրդային միությունը փլուզվում էր, բնականաբար այս հարցը եւս բարձրացավ, որ մենք ինչի ենք մեզ կոչում ռուսների կողմից նայելով եւ
այդ ժամանակ վերախմբագրվեց տերմինը այսր Կովկաս, այսինքն Կովկասից այս կողմ, փաստորեն փորձում էին նայել տարածքներին ոչ թե Մոսկվայից, այլ Երևանից։ Եվ վերջի շրջանում, հատկապես արևմտյան գրականության մեջ շատ ակտիվորեն շրջանառվում է նոր տերմին, որ քաղաքական գրականության մեջ եւ լրատվությամբ անընդհատ մենք լսում ենք, դա հարավային Կովկաս հասկացությունն է։ Պատմական արդարությունից ելնելով պիտի ասեմ, որ 3 տերմիններն սխալ են միանշանակ, որովհետեւ Կուր գետից հյուսիս բարձրանում է Կովկասյան լեռնազանգվածը, սակայն Կուր գետից հարավ եւ հարավ-արևմուտք դա հայկական լեռնաշխարհն է։ Մենք հայկական լեռնաշխարհ ենք, սակայն մեր շատ այսպես մեզանում ավանդույթի ուժով մենք շարունակում ենք վերջին 200 տարում արմատացած տերմինները եւ պարզապես հիմա արձանագրեմ, որ Անդրկովկասը ռուսական տեսանկյունից է, այս տարածաշրջանը Մեծ Կովկասի լեռներից մինչև սահմանագիծը, նախկին Խորհրդային Միության հարավային սահմանագիծը, Արաքս գետը փաստորեն, այսր Կովկասը մերոնց կողմից խմբագրման փորձ է, իսկ հարավային Կովկասը այսօր հատկապես ամերիկյան, եվրոպական գրականության մեջ շատ ակտիվորեն արծարծող մի տերմին է, որը կրկին վերաբերվում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այս 3 հանրապետություններին։ Այսքանը նամակների հետ կապված եւ անցնենք մեր այսօրվա տոնին։ Ես ուզում եմ ուրախությամբ արձանագրել կարևոր այն փաստը, որ երկար ժամանակ փաստորեն օտար իշխանության ու օտար պետության մեջ ապրելով, երբ որ անկախությունը վերականգնվեց Հայաստանում, մերոնք գնացին պատմական ճշմարտացիությանը եւ ապրիլի 7-ը վերականգնվեց մեզանում։ Ապրիլի 7-ը վերականգնվեց եւ պիտի ասել, սա ցավոք սրտի մեզանում քչերը գիտեն, որ նախապես ապրիլի 6-ը եղել է Անահիտ Դիցամոր տոնը, Մայր Դիցուհի Անահիտի տոնը, եւ երբ որ քրիստոնեական եկեղեցին էր հաստատվում, Ավետման տոնը, որը այն օրն է ըստ Աստվածաշնչի, երբ որ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Մարիամին եւ տեղեկացրեց, ավետեց, որ նա պետք է հղիանա եւ պետք է ունենա Հիսուս Քրիստոսին։ Ավետման տոնն է, եւ մեր մատենագրության մեջ մենք ունենք վկայություններ, որ Գրիգոր Լուսավորիչը ժամանակին հատուկ հենց մոտ օր հաստատեց, որպեսզի դրանով նաեւ մոռացնել տա հին Անահիտի պաշտամունքը։ Ընդ որում հետաքրքիր է, որ երբ որ մենք դիտարկում ենք, գիտեք, որ կաթոլիկ եկեղեցին նշում է Ավետման տոնը մարտի 25-ին, քանի որ իրենք դեկտեմբերի 25-ն են ընդունում Քրիստոսի ծնունդ, իսկ մեր եկեղեցին շարունակում է պահպանել հին ավանդույթը հունվարի 6-ին նշելով Քրիստոսի ծնունդը, հետևաբար ավետումը մեր մոտ գալիս է ապրիլի 7-ին, այսինքն 275 կամ 76 օր է ընկնում փաստորեն այս ժամանակաընթացքում։ Մենք այդ իսկ պատճառով սիրով այսօրվա մեր հաղորդումը, որ կոչել ենք Կինը հայոց պատմության մեջ, կսկսենք բնականաբար հեթանոսական շրջանից, կանրադառնանք մեր հեթանոս դիցուհիների պաշտամունքին, առաջի հերթին Անահիտ Դիցամոր պաշտամունքին, այնուհետև կշարունակենք եւ կխոսենք եւ մայրամաստվածածնի եւ ընդհանրապես կնոջ դերի մասին հայ իրականության մեջ, որովհետեւ դա չափազանց կարեւոր խնդիր է եւ մեզանում չափազանց քիչ ուսումնասիրված հազվագյուտ ուսումնասիրություններից մեկը, որ պիտի անպայման նշեմ, դա Վարդան Հացունու 1936 թվականին Վենետիկում հրատարակված հրաշալի աշխատությունն է հայուհին պատմության առջև։ Ես ուրախությամբ այս տարվա հունվարին Լոս Անջելեսի գրախանութներում տեսա, որ գիրքը վերահրատարակվել է Սփյուռքում։ Ցավոք սրտի Հայաստանում վերահրատարակած մեր գրախանութներում չկա օրինակը եւ անշուշտ կոչ կանեի բոլորը ծանոթանայիք այդ հրաշալի աշխատությանը, իդեպ որի առաջի տողերը հենց սկսում են այս խոսքերով. Հին հայ կնոջ այս կենթանագիրը կընծայեմ նոր հայուհվույն, որպիսի գիտնա, թե որո զարմն ու հաջորդն է ինքը, եւ զով կներկայացնե իբրև ամուսին, մայր եւ անդամ հայախոսիկ ընկերության, մեր ազգին ու քաղաքակիրթ մարդկության առջև։ Այս հրաշալի աշխատությունը, որտեղ դուք կգտնեք ամեն ինչ ըստ էության հայ կնոջ մասին, հայ կնոջ դաստիարակության համակարգը, հայ կինը սգո մեջ, ուրախության մեջ, հայ կինը իբրև մայր, հայ կինը իբրև զինվոր, պատերազմի մեջ, հայ կինը քաղաքական կյանքի մեջ, հայոց թագուհիներին, հայ ազգի կայսրուհիներին նվիրված մի հրաշալի աշխատություն է, որը կատարել է Մխիթարյան միաբանության այդ տաղանդավոր ներկայացուցիչը
այսօր իհարկե երջանկահիշատակ Վարդան Հացունին։ Մենք աստորեն հնագույն շրջանից ունենք շատ հետաքրքիր նաև հնագիտական ապացույցներ այն բանի, որ մեզանում մոր պաշտամունքը եղել է չափազանց մեծ նշանակություն ունեցող։ Ընդ որում ամենավաղ արձանիկները, որ գտնվել են հայկական լեռնաշխարհում եւ հարակից շրջաններում, այդ թվում Փոքր Ասիայում, դրանք կնոջ արձանիկներ են։ Հետաքրքիր է, որ կանանց արձանիկների մեջ հաճախ են հանդիպում հղի կանանց արձանիկներ, այսինքն այստեղ մենք հստակորեն ունենք շեշտված մայրության պաշտամունքը։ Դրանք 7-8 հազար տարվա վաղեմության են։ Եվ մենք ունենք նաև կուրք արձանիկներ, որոնք ներկայացնում են մայր դիցուհու պաշտամունքը, ընդ որում մեր դիցարանը, որ հնդեվրոպական էր եւ ղեկավարվում էր 3 գերագույն աստվածների կողմից, մենք տեսնում ենք, որ հետագա ժամանակաշրջաններում էլ սկսած վաղնջական շրջանից մայր դիցուհին կենտրոնական տեղեր զբաղեցնում այդ դիցարանում։ Գրավոր վկայված առաջին այսպես ամբողջական դիցարանը մենք որ ունենք, դա վերաբերում է Քրիստոսից առաջ 15-ից 13-րդ դարերին Հայասա թագավորության դիցարանին, որը հիշատակվում է խեթական արձանագրություններում, եւ այնտեղ մենք գերագույն հայր Աստծո կողքը ունենք գերագույն մայր դիցուհին, որը գրված է գաղափարագրով եւ Ինաննա կամ հետագայում Անահիտ մայր դիցուհու գաղափարագրով է ներկայացված։ Հաջորդ դիցարանը, որ մենք ամբողջությամբ ունենք Մեհրի դրան արձանագրության մեջ վկայված, դա Վանի թագավորության դիցարանն է, որտեղ մենք ունենք չափազանց հետաքրքիր պատկեր։ Դիցարանը ներկայանում է 35 աստվածներով եւ 35 դիցուհիներով։ Մենք քիչ հետո կնայենք նկարները եւ այնտեղ դուք կտեսնեք նաեւ Արուբանի դիցուհու պատկերը, որը Խալդի գերագույն Աստծո տիկին էր, այսինքն գերագույն դիցուհին էր համարվում դիցարանի, եւ այստեղ մենք իհարկե ունենք շատ հետաքրքիր կարևոր մի մանրամասն եւս, որ օգտվելով առիթից կուզենայի մեջ խոսել այդ մասին։ 35 աստվածներին զոհաբերվում են միայն արու կենդանիներ, 35 դիցուհիներին զոհաբերվում են միայն էգ կենդանիներ։ Այսինքն ամենքին պետք է տալ իրենը իր տեսակով։ Եվ այդ է պատճառը, որ հետագայում, երբ որ մենք ընդունեցինք քրիստոնեություն, ժողովրդի մեջ քրիստոնեական Աստվածը, որ մեկ է, Սուրբ Երրորդությունը ավելի շատ սկսեց ընկալվել որպես հայր Աստված, մեկ Աստված, որին պետք է զոհաբերել միայն արու կենդանի, եւ այդ է պատճառը, որ այսօր մեր մատաղի զոհաբերության ժամանակ թույլատրելի է միայն ու միայն արու կենդանի։ Վանի թագավորության ժամանակաշրջանի, այսինքն եկեք մենք նախ պատկերները նայենք, որ մի փոքր ավելի հետաքրքիր լինի, ես օպերատորին մեզ պատկերները ցույց տա, սա ուրեմն Քրիստոսից առաջ 3-2 հազարամյակներով թվագրվող կանացի արձանիկ է, կուրք է, որը փաստորեն վաղագույն վկայություններից մեկն է հայկական լեռնաշխարհում կնոջ տամունքի, ասեմ, որ նման արձանիկներ մենք հայկական լեռնաշխարհից ունենք բավականին մեծ քանակությամբ։ Սա շատ գեղեցիկ արձանիկն է Վանի թագավորության գլխավոր դիցուհու, Արուբանի դիցուհին, որի մասին արդեն ասացի, Խալդի գերագույն Աստծո կինը, ներկայանում է ինքը բավականին այսպես հետաքրքիր մի պատկերով, ունենք մենք որոշ պատկերներ, պատկերաքանդակներ, որտեղ մայր դիցուհին ինքը նստած է, այս արձանիկի վրա դուք տեսնում եք մի ձեռքը բաց, մյուսը փակ, ըստ երևույթին ձեռքի մեջ, երկրորդ ձեռքի մեջ եղել են ցորենի հասկեր կամ պտղաբերությունը խորհրդանշող այլ այսպես բուսական ինչ-որ սիմվոլ, որը մենք տեսնում ենք այլ պատկերաքանդակներում եւ հետո կտեսնենք նաեւ Անահիտ դիցամոր ձեռքին, հատկապես դրամների վրա քանդակված։ Այս տեսարանում մենք ունենք ուրեմն Խալդի գերագույն Աստվածը կանգնած առյուծի վրա, նրան նվիրաբերվում է ուլ, որը ըստ Մեհերի դրան արձանագրության միայն Խալդիին կարելի էր զոհաբերել, եւ դիմացը դիցուհին է, Ինուանի։ Ընդ որում հետաքրքիր է, այս անվամբ Ինուանի անվամբ մենք ունենք 17 դիցուհիներ, որոնք այսպես դիցուհիների մի շարք է, ամենա այսպես համեստ վերջին երրորդ շարքն էին նրանք զբաղեցնում։ Այստեղ մենք ունենք ուրեմն Աստծո պատկերը նստած գահի վրա եւ դիմացը երկրպագում է արքայական ընտանիքը։ Ուրեմն վերծանվել են անունները, հիերոգլիֆներով է գրված, մեր հայկական մեհենագրերով։ Առաջինը կանգնած է Իշպուինին, նրա հետևում կանգնած է Թաքուհին, որի գլխավերևում երկու հիերոգլիֆով անունն է գրված վերծանված եւ Մենուան։ Այստեղ մենք ունենք Երվանդունյաց ժամանակաշրջանի շատ հետաքրքիր մի գավաթից պատկեր։ Գավաթը ինքը արծաթե գավաթ է, այս պատկերի մեջ դուք որ տեսնում եք առանձնացված է կնոջ երաժիշտ կնոջ պատկերը,
ինքը բավականին հետաքրքիր գործ է, որպես նաև արվեստի գործ շատ արժեքավոր։ Այս մի տեսարանում մենք ունենք ավելի համեմատաբար համեստ որպես արվեստի գործ 3-րդ դարի, Քրիստոսից առաջ 3-րդ դարի ուրեմն արձանիկ է, կնոջ արձանիկ, որը փաստորեն Երվանդունյաց ժամանակաշրջանի, մեծ հայքի Երվանդունյաց ժամանակաշրջանի վերջին փուլին է վերաբերում։ Սա մենք ունենք փաստորեն, եթե այսպես պայմանականորեն ասենք, նախաարտաշեսյան ժամանակաշրջանի հնագիտական գտածոները բավականին իհարկե ավելի մեծ քանակությամբ են հայտնաբերվել Արտաշեսյան ժամանակաշրջանից, հատկապես Տիգրան Մեծի իշխանության ժամանակաշրջանից։ Հատուկ ուշադրության է արժանի մեզանում Անահիտ Դիցուհու պաշտամունքը։ Ուրեմն ես հիմա այստեղ խնդրեմ մեր օպերատորը ցույց տա, ցավոք սրտի մենք շատ քիչ ուրեմն ուսումնասիրություններ ունենք ընդհանրապես հայոց նախաքրիստոնեական պաշտամունքին նվիրված ուրեմն աշխատություններ, բայց որ առանձին Անահիտ Դիցուհու պաշտամունքը ներկայացնի, սա Կարապետ Մելիք Փաշայանի մենակագրությունն է 1963 թվականին լույս տեսած, թե այդ փոքրածավալ է ընդամենը 160 էջանոց մի աշխատություն է, բայց շատ արժեքավոր եւ իմի են բերված Անահիտ Դիցուհու պաշտամունքի մասին, նրա պաշտամունքի ծեսերի, նրա նվիրված ծեսերի տոների վերաբերող փաստորեն ամբողջ այսպես տեղեկությունները եւ իհարկե շատ կարեւոր ներդրում է հայոց նախաքրիստոնեական հավատքի ուսումնասիրության պատմության մեջ։ Անահիտ Դիցուհին նախաքրիստոնեական շրջանում համարվում էր մեր ազգի փառքն ու կեցուցիչը, մայրը ամենայն զգաստությունների եւ բարեգործությունների եւ դուստրը մեծ նարամազդի։ Ընդ որում հետաքրքիր է, որ երբ որ մենք կարդում ենք հեթանոս հայ արքաների հրովարտակները, մասնավորապես հենց Ագաթան Գեղոսի գործում բերվում է Տրդատի հրովարտակը, որը դեռևս չէր ընդունել քրիստոնեություն, հրովարտակում հայոց արքան ողջունում է հայոց աշխարհի ամբողջ ժողովրդին, սկսած մեծամեծերից նախարարներից մինչև ռամիկ շինականները եւ նրանց ցանկանում է բարեմաղթություններ։ Բարեմաղթությունները հետեւյալներին. պարարտ լիություն Արի Արամազդից, խնամակալություն Անահիտ Տիկնոջից, քաջություն ամենայն հայոց աշխարհից, քաջն Վահագնից։ 3 գերագույն աստվածներ՝ Արամազդ, Անահիտ, Վահագն։ Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ հատուկ մեծ ուշադրություն էր դարձում Անահիտ Դիցամոր պաշտամունքին։ Պաշտամունքը Անահիտ Դիցուհու ուներ բազմաթիվ կենտրոններ Հայաստանում, գլխավոր կենտրոնը գտնվում էր Բարձրհայքում, Եկեղյաց գավառը, որը նրա անունով կոչվում էր նաև Անահտական գավառ։ Գիտենք, որ նաև Անահիտ Մայր Դիցուհին ընդհանրապես հին Արևելքում շատ տարածված էր, որ երկրի Մայր Դիցուհին լիներ նաև մայրաքաղաքի հովանավորը, Արտաշատ մայրաքաղաքի հովանավորն էր նաև եւ նրա պաշտամունքի գլխավոր տաճարներից մեկը, թերևս երկրորդ գլխավոր տաճարը ում էր Արտաշատ մայրաքաղաքում եւ պատահական չի, որ հենց Արտաշատ մայրաքաղաքի դրամների վրա Անահիտ Դիցուհին է։ Մենք առիթ կունենանք նաև այդ պատկերները տեսնելու։ Անահիտին նվիրված տոները արդեն ասեցի, փաստորեն կարևոր տոներից մեկը ապրիլի 6-ն էր։ Կա կարծիք, որ Վարդավառի տոնը Եվս վերաբերել է Անահիտ Դիցուհուն, թեպետ մեր ուսումնասիրողների մեծ մասը հակված են նշելու, որ դա Աստղիկ Դիցուհու տոնն է, եւ իհարկե կարևոր տոն էին մեր մոտ Նավասարդյան տոները, որոնք փաստորեն Նավասարդի 1-ին նախորդած ամբողջ ավելյաց ամիսը տոնական ամիս էր եւ այդ տոները նվիրվում էին Արամազդին եւ Անահիտին, Արարիչ Գերագույն Հայր Աստծուն եւ Մայր Դիցուհուն։ Մենք ունենք բավականին հետաքրքիր տեղեկություններ, որ Անահիտին նվիրաբերվում էին այսպես պտղաբերության հետ կապված ուրեմն ծառերի ճյուղեր, ոստեր եւ հետաքրքիր է, որ Անահիտից խնդրված ուրեմն մի շարք այսպես բարեգործությունների մեջ չբեր կանայք նրանից խնդրում էին զավակ, այսինքն բնականաբար կապվում էր մայրության պաշտամունքի հետ, ինչը որ չափազանց հետաքրքիր է եւ Անահիտի պաշտամունքի վայրեր գնալով չբեր կանայք աղոթում էին, նույնիսկ կային տեղեր, որտեղ ասենք քարանձավային ինչ որ մի պաշտամունքի վայր էր եւ ջուր էր կաթում, եթե այդ ջուրը պաշտամունքի օրը կաթար այդ կնոջ գլխին, ապա նա կհղիանար եւ փաստորեն կստանար Աստվածուհու օրհնությունը։ Նման հավատալիքներ մեր ժողովրդի մեջ բավականին կային եւ ես մի հետաքրքիր բան ասեմ, որ մեզանում դա միայն ազգագրական գրականության մեջ է արդեն հիշատակվում,
մի շարք բարբառներում, երբ որ մենք ընդունեցինք քրիստոնեությունը, Մարիամ Աստվածածնի անունը ոչ թե հնչում էր Մարիամ, այլ Մայրան։ Եվ կարծիք կա, մեր որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել, որ սա մնացել է հեթանոսությունից, տեսեք, Մայր Անահիտ, եւ քանի որ Մայրամ Աստվածածնի պաշտամունքը եկավ փոխարինելու Մայր դիցուհու պաշտամունքին հենց, եւ Մայրանը կարծիք կա, որ ժողովրդի մեջ մնացել է որպես Մայր Անահիտի հապավված անվանաձևը։ Ես այստեղ պիտի խնդրեմ օպերատորին հիմա Անահիտ դիցուհու պատկերները եւ վերջում մենք արդեն Աստղիկ դիցուհու պատկերները կտեսնենք եւ նկարները նայելուց հետո կանցնենք Աստղիկ դիցուհու պաշտամունքին։ Սա ձեզ բոլորիդ հայտնի, թերևս ամենահայտնի Անահիտի պատկերն է, որը 10-րդ դարում դեռևս գտնվել էր նրա պաշտամունքի կարևոր շրջանից, ուրեմն սա Սատաղ գավառից է գտնվել եւ հիմա պահվում է Լոնդոնի բրիտանական թանգարանում, մեր գրքերում համատարած սա կհանդիպեք։ Հիմա դուք կտեսնեք արձաններ, որոնք ավելի քիչ անհայտ են։ Սա Կոմագենեի տարածքից գտնված մարմարե արձան է Մայր դիցուհու պատկերով, որը ներգրականության մեջ քիչ է հայտնի, իսկ հիմա քիչ հետո դուք կտեսնեք նկարների մի շարք, որը ամբողջությամբ վերաբերում է Նեմրութի մեր սրբավայրին։ Նեմրութի սրբավայրի մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու, այստեղ դուք տեսնում եք մեծ արձանները, սա 10-րդ դարի նկար է, դրա համար է սև սպիտակ, այն ժամանակ դեռևս Անահիտ դիցուհու գլուխը, արձանի գլուխը տեղում էր, հիմա ընկած է արձանների դիմացն է գտնվում, ես պարզապես այս նկարը վերց ընտրեցի, հաջորդ նկարներում դուք կտեսնեք արդեն գետնին ընկած, այս ներքևում ընկած արձանը, Մայր դիցուհու արձանն է եւ դուք տեսնում եք փաստորեն նրա պսակը, այսպես խաղողի ողկույզներով ցորենի հասկերի, որոնք բնականաբար բոլորն էլ խորհրդանշում էին պտղաբերությունը եւ կարևորագույն տեղեր Անահիտ դիցամոր պաշտամունքը զբաղեցնում հենց մեր նախաքրիստոնեական դիցարանում։ Հետաքրքիր է, որ Կոմագենեյում արձանագրություններում այս դիցուհին պարզապես կոչվում է Կոմագենեի Մայր դիցուհի, առանց հատուկ անունը շեշտվելու, այսինքն Մայր ասելով արդեն ամեն ինչ ամբողջանում էր եւ հասկացվում էր, թե խոսքը գերագույն Մայր դիցուհու մասին է։ Սա ուրեմն Նեմրութի Կոմագենեի հայոց թագավորության մեծ սրբավայրից վերված պատկերները։ Անահիտ դիցուհու պատկերները մենք քիչ հետո մենք կտեսնենք ոչ միայն այսպես մեծ հսկայակերտ արձանների, ասեմ, որ այս արձանի բարձրությունը 8 մետր է եղել, այլ կտեսնենք հիմա դուք տեսնում եք, ասենք օրինակ մեդալիոն գտնված թվագրվում է Քրիստոսից առաջ 2-ից առաջին դարերով, ինքը ոսկե մեդալիոն եւ այստեղ ներկայացված է Մայր դիցուհին իր հաղթանակի գործառույթով եւ որոշ ուսումնասիրողներ նույնիսկ մտածում էին, նույնիսկ այսպես կոչում են հաղթանակի դիցուհու, բայց գիտենք, որ մեզանում դա եղել է Անահիտը։ Դուք տեսնում եք Տիգրան Մեծարքայի դրամը, մի երեսին, երկու երեսն են հիմա, վերևում դուք տեսնում եք մի երեսը, որտեղ արքայի պատկերն է, երկրորդ երեսին Անահիտ դիցամայրն է պատկերված եւ դուք նրա ձեռքին տեսնում եք հասկը, ցորենի հասկը, որը պտղաբերության սիմվոլն է, իր ոտքերի տակ թշնամին է ոչնչացված։ Այստեղ դուք տեսնում եք Արտաշատ մայրաքաղաքի դրամը եւ պատահական չի, որ այստեղ եւս քիչ առաջ արդեն ասեցի, Արտաշատ մայրաքաղաքը, քանի որ մայրաքաղաքի հովանավորը հենց Մայր դիցուհին էր, Անահիտ դիցուհին էր համարվում, մենք ունենք նրա պատկերը մայրաքաղաքային դրամի վրա։ Սա չափազանց ունիկալ մի բան է, ուրեմն գտնվել է Արմավիրից նախաքրիստոնեական շրջանի եւ հազվագյուտ գտածոներից մեկն է նախաքրիստոնեական շրջանի, երբ որ դիցամայրը պատկերվում է մանկան հետ միասին։ Հետագայում սրանք կփոխարինեն Մարիամ Աստվածամոր եւ Հիսուսի, մանուկ Հիսուսի պատկերները, որոնք ամեն մեկս բազմաթիվ օրինակներով տեսել է։ Այստեղ մենք արդեն ունենք Աստղիկ դիցուհի։ Սա Աստղիկ դիցուհու մարմարե արձանն է, գտնված Արտաշատ մայրաքաղաքի պեղումների ժամանակ, թվագրվում է առաջին դարով Քրիստոսից առաջ, այսինքն Տիգրան Մեծի ժամանակաշրջանով։ Արձանի բարձրությունը մոտ 80 սանտիմետր է, 1 մետրից էլ պակաս մի քիչ, ցավոք սրտի գլուխը չի պահպանվել, եւ ունենք սա ենթադրվում է, որ կարող է լինել Աստղիկ դիցուհին կամ որևէ այսպես երկնային
արարած է կանացի կերպարանքով, երաժշտական գործիքը ձեռքին, որի պաշտամունքը կարող էր կապվել աստղիկի հետ։ Աստղիկ դիցուհին դուք գիտեք, որ մեզանում եղել է առավել սիրված դիցուհիներից մեկը ներնախաքրիստոնեական դիցարանում, եղել է երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին, և պատահական չի, որ նա այնքան սիրված էր դեռ նախաքրիստոնեական շրջանում, որ երբ որ ընդունվեց քրիստոնեությունը, նրա պաշտամունքը չմոռացվեց և արդեն 4-5-րդ դարերում նույնիսկ տեսնում ենք այսպես սինթեզման օրինակներ քրիստոնեական և նախաքրիստոնեական զրույցների։ Մասնավորապես ես կուզենայի օրինակը բերել Մովսես խորենացու մոտ հիշատակվում է ջրհեղեղի զրույցներից մեկը, որտեղ նշվում է, որ երբ որ Նոյ նահապետի 3 որդիների միջև կռիվ ծագեց, նրանց հաշտեցրեց իրենց քույրը Աստղիկը։ Տեսեք ինչ հետաքրքիր է այստեղ աստղիկ դիցուհին, որ բնականաբար Աստվածաշնչում երբևէ չի հիշատակվում, շատ սիրված լինելով ոչ թե մոռացվում է, այլ դառնում է փաստորեն մեր այսպես նոր արդեն սինթեզված գաղափարախոսության մեջ դառնում է Նոյ նահապետի դուստրը, Սեմի քամի հաբեթի, այնտեղ Սիմ զրվան տարբան այսպես են հիշատակվում, ուրեմն նրանց քույրն է դառնում։ Մենք ունենք շատ ակրքիր տեղեկություններ նրա պաշտամունքի մասին, մասնավորապես համարվել է Վահագնի կինը, որոշ աղբյուրներ ուղղակի սիրուհի են նշում նրա Վահագնի և պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Աշտիշատում, Վահագնի պաշտամունքի հենց վայրում և նրա պաշտամունքային տաճարը կոչվում էր Սենյակ Վահագնի, ուղղակիորեն կապվելով փաստորեն նրա հետ։ Գիտենք, որ բազմաթիվ ավանդազրույցներ կային, դրանցից մեկը, որ ներկայացնում է նրա գեղեցկության, այսպես արտաքին գեղեցկությունը նաև, Մուշ քաղաքի հիմնադրման մասին հայտնի ավանդազրույցն է, որ երբ Աստղիկ դիցուհին սովորույթի համաձայն սիրում էր լողանալ Մեղրագետում և հայոց կտրիչները բարձրանալով սարերի գագաթները հիանում էին նրա գեղեցկությամբ և այդ իսկ պատճառով, որպեսզի ծածկի իր մարմնի մերկությունը, նա մշուշով պատեց լեռները և մշուշոտ լինելու պատճառով տարածքը կոչվեց Մուշ։ Սա հայկական հնամենի ավանդազրույցներից մեկն է, որ անշուշտ գալիս է նախաքրիստոնեական շրջանից։ Մյուս դիցուհին, հայոց հնագույն դիցարանի երրորդ կարևորագույն դիցուհին, որի մասին ուզում էի անպայման այստեղ նշել, Նանե դիցուհին է։ Պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Բարձր Հայքում Դարանաղյաց գավառում, այսինքն որտեղ որ Արամազդի պաշտամունքի կենտրոնն էր նաև, Արամազդի դուստրն էր նա համարվում և մեզանում երկրպագվել է որպես ընտանեկան օջախի հովանավոր, մայրության հովանավոր դիցուհի, որոշ գիտնականների կարծիքով սկզբնապես նա պետք է որ եղած լինի նաև ռազմի դիցուհի, հետաքրքիր է, որ մայր դիցուհիները նաև այսպես ռազմի գործառույթներ էին իրենց մեջ կրում և պաշտպանության ինչ-որ առումով ֆունկցիաներ էին իրականացնում։ Եվ պատահական չի, որ նրա պաշտամունքը պահպանվել է մեր բարբառների զգալի մասում, մեծ տիկնոջը տատին շարունակում են նանի կոչել, բազմաթիվ բարբառներում, որոնք բոլորիս հայտնի են իհարկե։ Եվ պետականության, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Անահիտ դիցուհու պաշտամունքին մեզանում փոխարինում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքը, որը փաստորեն հայոց գիտակցության մեջ, էթնոմտածողության մեջ խիստ արմատացած մայր դիցուհու այսպես գահն էր, պաշտամունքի աթոռն էր և պատահական չի, որ մեզանում Մարիամ Աստվածածինը չափազանց սիրվեց և շատերի մոտ ինչ-որ առումով նույնիսկ երբեմն մարդիկ ավելի նախապատվություն են տալիս Աստվածածնի պաշտամունքին, թեպետ քրիստոնեության Աստվածը Սուրբ Երրորդությունն է, Հայր Աստված, Սուրբ Հոգի և Որդի Հիսուս Քրիստոսը։ Հիմա ես առաջարկում եմ, քանի որ մեր այսօրվա թեման մայրությունն է, մեր ժողովրդական գեղեցիկ երգերից մեկը Կոմիտասի գրառումով օրոր երգը ունկնդրել և ունկնդրել մեր չքնաղ ու տաղանդավոր երգչուհու, երգչուհիներից մեկի Աննա Մայիլյանի կատարմամբ, որը սիրով մեզ տրամադրեց այս ձայնագրությունը, որի համար շնորհակալություն եմ ուզում հայտնել, և երգի ընթացքում դուք կդիտեք նաև մայր դիցուհիների արձանների պատկերները, այնուհետև
Մարիամ Աստվածածնի պատկերները հայկական մանրանկարչությունից։ Խնդրեմ մեր օպերատորին։ Ընկնդրելուց հետո այս չքնաղ երգը հիանալի կատարմամբ ուզում եմ անցում անել մի շատ հետաքրքիր թեմայի հայ կանանց որդիասիրության եւ բազմազավակության թեմային եւ քանի որ սա բնական բան է անշուշտ ամեն կին էլ այստեղ անկախ ազգությունից որդիասեր է եւ իր զավակների նկատմամբ ուշադիր ես ուզում եմ ընդգծել միայն մի հետաքրքիր հանգամանք հայոց իշխանուհիների եւ թագուհիների բազմազավակության հանգամանքը, որ մեզանում շատ քիչ հայտնի է, կարելի է բերել հարյուրավոր օրինակներ, փաստորեն, որոնցում մեր թագուհիները, իշխանուհիները հանդես են գալիս նաև բազմազավակ եւ շատ այսպես հոգատար մայրեր, բավական է թվարկել միայն մի քանիսին, ես պարզապես ներկայացնեմ, նույնիսկ երբ որ օտարազգի
ազնվական կին ներդառնում, արքայադուստր ներդառնում հայոց թագուհի, ինքը ընդունում էր նույն պարտականությունները եւ մենք ունենք Արտաշես թագավորի տիկնոջ Սաթենիկ թագուհու օրինակը, որը մի 5 զավակ ունեցավ։ Եվ գիտեք, որ բավական նոշտված անձնավորություններ Արտավազդ առաջին ավագ որդին, որ հաջորդեց հորը, Բրույրը, որ հազարապետն էր երկրի եւ Խորենացին, ինչպես ներկայացնում է այր, իմաստուն եւ բանաստեղծ էր։ Այնուհետեւ մենք ունենք մյուս որդիները, Տիրանը, որ արևմտյան ուրեմն նահանգների կառավարիչն էր, Զարեհը, որ հյուսիսային նահանգների կառավարիչն էր, Մաժան անունով որդին, որին նա քրմապետ նշանակեց, 5 միայն որդիներ։ Մենք ունենք բավական հետաքրքիր օրինակներ, մասնավորապես, ասենք օրինակ Լևոն Մեծ կամ Լևոն Մեծագործ արքայի Կիլիկիո հայոց թագավորությունը հռչակողի դուստր Զաբելի օրինակը, որը 3 որդի ուներ, 5 դուստր։ Ունենք բազմաթիվ այսպիսի օրինակներ, ես կուզենայի ամենա այսպես ընդգծված, մի քիչ թող ներվի ռեկորդային ասեմ, օրինակը բերել Լևոն III, որը գրականության մեջ որպես արքա հայտնի է Լևոն II, եւ նրա տիկնոջ Կեռան թագուհու օրինակը։ Թերևս ամենաբազմազավակ հայ ընտանիքն է եղել եւ Կեռան թագուհին Լևոն արքային պարգևել է 15 զավակ, ընդ որում 8 տղա եւ 7 աղջիկ։ Մենք ունենք այսպիսի բազմաթիվ օրինակներ, ես ինչի եմ այս օրինակը բերում, այսօր մեզ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ մենք կանգնած ենք դեմոգրաֆիական աղետի առաջ եւ ծնելիության խնդիրը բավականին լուրջ է Հայաստանում եւ այս առիթով ուզում եմ հիշատակել Միացյալ Նահանգներում ստեղծված բժիշկ Արա Գասպարյանի կողմից ստեղծված Անահիտ ֆոնդը, հետաքրքիր է հենց ֆոնդի անունն էլ Անահիտ է, որը իր վրա վերցրեց հետաքրքիր միսիա, վերցնելով Հայաստանում միայն մեկ շրջան, Մարալիկի շրջանը, հատուկ օժանդակություն ցույց տալու որդեծնության գործին եւ հղի կանանց, կարծեմ 4-րդ ամսից մինչև երեխայի ծնվել եւ 1 տարեկան դառնալը նրանք հատուկ եւ ֆինանսական եւ այլ տիպի աջակցություն էին ցույց տալիս ընտանիքներին, ինչի շնորհիվ այս շրջանում զգալիորեն մի քանի տարվա ընթացքում նկատվեց փոփոխությունը եւ այս գաղափարը, որ ժամանակին Արա Գասպարյանը կյանքի կոչեց, կարծում եմ պետք է դառնա մեր համազգային խնդիրներից մեկը։ Հայ կանայք շատ հայտնի էին եւ իշխանուհիները եւ թագուհիները իրենց բարեգործությունների մեջ։ Ես կուզենայի մի քանի օրինակ միայն բերել, այստեղ խնդրեմ մեր օպերատորին պատկերները ցույց տա եւ այդ ընթացքում ես ասեմ։ Մենք ունենք օրինակներ, սա 10-րդ դարում արված նկար է Արտաշես եւ Սաթենիկ, իհարկե բան է նկարողի այսպես երևակայությունն է, սակայն ասենք թագը եւ այլ մանրամասներ վերցված են հնագիտական պեղումների նյութերից, փորձ է արված հնարավորինս մոտիկ պատկեր ստանալ իրականությանը։ Մենք այստեղ ունենք մեր թագուհիներից մեկի Էրատո թագուհու պատկերը դրամի երկրորդ երեսին, որը հայտնի է Արտաշեսյան վերջին թագավոր Տիգրան IV-ի քույրն էր եւ գահակիցը եւ սխալ մի տեղեկություն կա, թե իբր նրանք ամուսիններ են եղել, նման բան չկա, որովհետեւ դրամների վրա շատ հստակ մակագրությունն է արքայից արքա Տիգրանի, մյուս երեսին Տիգրան արքայի քույր Էրատոյի։ Այստեղ մենք ունենք վերակազմություն է, բայց վերցված է օրիգինալից, բնօրինակից Արտաշեսյան թագուհի, որի թագի վրա ութաթև աստղեր են, մեր թագավորության սիմվոլը, եւ թե մոտավորապես ինչպիսին է եղել թագուհու, որը մինչև գահ բարձրանալը նաև կամ թագավորի դստեր կրած թագը։ Մենք հիմա տեսնում ենք հաղպատը եւ քիչ հետո կտեսնենք նաև Սանահինը։ Այս հրաշալի երկու համալիրները կառուցվել են Խոսրովանուշ թագուհու, որը Աշոտ 3-րդ ողորմած արքայի կինն էր։ Խոսրովանուշ թագուհու մեկենասությամբ եւ հաղպատ այցելողները շատ հաճախ երբեմն այստեղ ուղղակի նկարների բան է եղել, հիմա դուք կրկին տեսնում եք Տիգրան IV եւ Էրատոն, նույն արքայի եւ իր քրոջ դրամն է, պարզապես երկուսը քույր եւ եղբայր այս դեպքում պատկերված են դրամի մի երեսի։ Հիմա մենք կրկին կանցնենք հաղպատին եւ Սանահինին, որը կառուցվել է Խոսրովանուշ թագուհու կողմից, ընդ որում տաճարական այս երկու համալիրները կառուցելով տաղանդավոր ուսյալ թագուհին
հատուկ նույնիսկ թողած իր արձանագրության մեջ հատուկ նշում է, որ կառուցում է Հաղպատի տաճարը իր որդիների արևշատության համար։ Այստեղ հայ կինը, հայ մայրը իր թողած արձանագրության մեջ է շատ այսպես ամբողջական է իր կերպարի մեջ։ Եվ հետաքրքիր է, որ մեր պատկերների մեջ մենք ունենք, հիմա քիչ հետո կտեսնենք, նաև Խոսրովանուշ թագուհու գերեզմանը, շատ համեստ մի գերեզմանակար, որ Հաղպատ այցելողներից շատերը երբեմն կողքով կարող է անցնեն եւ չնկատեն։ Հիմա դուք տեսնում եք Անիի մայր տաճարը։ Այս տաճարը, որը ամենամեծ Հայաստանի տարածքի ամենամեծ քրիստոնեական տաճարն էր, կառուցվեց մեր մեկ այլ թագուհու Գագիկ առաջինի տիկնոջ Կատրամիդե թագուհու կողմից։ Դուք հիմա տեսնում եք այ հեռվում մարդիկ են եւ դարպասների չափից կարող եք պատկերացնել։ Այստեղ Խոսրովանուշ թագուհու գերեզմանն է Հաղպատի եկեղեցու ֆոնի վրա, իսկ հեռվում պատի վրա դուք տեսնում եք նրա երկու որդիների արձանները պատի մեջ քանդակված, որոնք հետագայում երկուսն էլ թագավոր դարձան։ Սմբատը, որը Սմբատ երկրորդ տիեզերակալն էր, անմիջապես հաջորդած։ Հիմա դուք նորից տեսնում եք Անիի մայր տաճարը, կաթողիկե մայր տաճարը, կառուցված Կատրամիդե թագուհու հովանավորությամբ։ Ես այստեղ ուզում եմ մի շատ կարևոր բանի մասին ասել, որ մեր ժողովրդի 99.9%-ը ուղղակի չգիտի։ Երբ որ ասում ենք թագուհին կառուցում էր, թող սխալ չընկալվի, թե թագուհին վերցնում էր այդ դրամը, ասենք, թագավորի գրպանից։ Կար հին հայկական պետական կարգ, շատ կարևոր, որ թագավորության տարածքի բոլոր ոսկու հանքերը թագավորի սեփականությունն էին, իսկ բոլոր արծաթի հանքերը թագուհու։ Եվ թագուհին ամբողջությամբ իրավասու էր, ուրեմն այդ ամբողջ եկամուտը ինքը տնօրինելու եւ այն հսկայական բարեգործությունները, որ կատարում էր, բնականաբար կատարում էր իր այդ ֆոնդը օգտագործելով։ Ես այստեղ ընդամենը երկու օրինակ բերեցի, բայց այդ շարքը կարելի է շատ շարունակել։ Այնուհետև մենք տեսնում ենք, որ մեր հայուհիները բավականին կարևոր տեղ են զբաղեցնում նաև ոչ միայն հայոց գահի վրա, այլ նաև օտար գահերի։ Դուք այստեղ տեսնում եք հիմա Թեոդորա կայսրուհու պատկերն է։ Ունենք հայազգի կայսրուհիների մի ամբողջ շարք, Մարիամ կայսրուհին, որը 8-րդ դարում Կոստանդին 6-րդ կայսեր կինն էր, Թեոդոսիա թագուհին 9-րդ դարում Լևոն 5-րդի կինն էր, Արշավ դուստրը, նույն դարում Թեոդորա Մամիկոնյանը, որը Թեոփիլոս կայսեր կինն էր, եւ այսպես շատ երկար կարելի է ցանկը շարունակել։ Ընդ որում մենք ունեցանք ոչ միայն գահակալ հայ կանայք քրիստոնյա աշխարհում, այլ նաեւ մահմեդական աշխարհում, եւ դրանց ցանկը շատ մեծ է, եւ եթե որևէ մեկը հետաքրքրվում է ավելի մանրամասն, կարող է մանրամասն ծանոթանալ եւ աղբյուրների գրականության հղումներով հաղորդման սկզբում հիշատակածս Վարդան Հացունու հայուհին պատմության առջև մեծարժեք ուսումնասիրությունից։ Ես ուզում եմ այստեղ հատուկ նշել, որ հայ կնոջ իրավունքները երբեք ոտնահարված չեն եղել եւ այդ չադրաններ, երեսկապեր եւ այլն, սրանք մահմեդական աշխարհում ընդունված բաներ էին, որ մեզ երբեք բնորոշ չեն եղել։ Ընդհակառակը մենք տեսնում ենք, որ կինը միշտ մեծարված է եղել, հարգված է եղել, նույնիսկ հետաքրքիր բան ունենք 5-րդ դարում Սահակ Պարթևը արգելում է առանց սիրո ամուսնությունները օրհնել, արգելում է իր եպիսկոպոսներին։ Սա բացառիկ մի բան է 5-րդ դարի համար, որ կարող եք նայել շրջակա աշխարհը, չգիտեմ, Ասիա, Եվրոպա եւ նման բան ուղակի հազվագյուտ է կամ ուղակի չեք գտնի։ Եվ մենք ունենք նաեւ հագուստների մեջ բավականին ազատ մեր հայուհիները եւ հիմա ես պիտի առաջարկեմ մի շատ լավ կատարում կրկին մեր շատ սիրելի ճգնախ տաղանդավոր երգչուհու Աննա Մայիլյանի կատարմամբ Խնկի ծառի նման է ժողովրդական երգը, որտեղ դուք կտեսնեք հայուհիների պատկերներ, զանազան պատկերներ երգելուց, պարելուց, չգիտեմ, կամ առօրյայում նաև ուշադրություն դարձրեք նրանց հագուստների վրա։ Խնդրեմ օպերատորին։
Քանի որ մեր եթերին քիչ ժամանակ է մնացել, ես ուզում եմ երկու շատ կարևոր հարցերի ևս անդրադառնալ։ Մեկը հայ կանանց կրթվածությունն է եւ նրանց ներդրումը նաեւ հայ գրականության մատենագրության մեջ։ Բավական է այստեղ հիշատակել միայն 8-րդ դարի երկու հայ բանաստեղծուհիների, որոնցից հասել են մեզ գործեր Սահակ Դուխտ Սյունեցու եւ Խոսրովի Դուխտ Գողթնեցու անունները։ Եվ շատ կարևոր մի բան, որ ուզում եմ անպայման հիշատակել հայ կնոջ հերոսականությունը հայոց պետականության եւ ազատագրական պայքարի ժամանակ։ Օրինակներ կարելի է բերել ինչքան ուզեք։ Բավական է միայն հիշել, որ Արշակ II գերությունից հետո երկրում Փառանձեմ Թագուհին էր ամբողջ պաշտպանությունը կազմակերպում եւ իմաստուն գտնվեց այնքան, որ Արտագերս ամրոցում 11,000 զինվորներով կարողացավ նախ պարտության մատնել պարսիկներին, այդ ընթացքում ուղարկել իր որդուն եւ Վաղես կայսրից օգնություն խնդրել եւ չնայած հաջորդ հարձակման ժամանակ ինքը գերի ընկավ եւ նահատակվեց, բայց շնորհիվ իր անձնազոհության հայոց թագավորությունը շարունակեց, Պապը դարձավ թագավոր։ Կան բազմաթիվ օրինակներ, ես ուզում եմ մի հատկանշական օրինակ էլ բերել։ 1375 թվականին, երբ որ հայոց թագավորությունը անկում էր ապրում Կիլիկիայում, Սիս մայրաքաղաքը անկում ապրեց Լևոն Վերջինը գերի ընկավ, այդ ժամանակ Հեթում անունով հայ իշխանը իր տիկնոջ հետ Զարմանուհու հետ պայքարում էին եւ կարողացան նույնիսկ եգիպտական սուլթանի որդուն պատան վերցնել։ Այնուհետև երբ որ եգիպտացիներին հաջողվեց սպանել Հեթումին, նրա կինը Զարմանուհի իշխանուհին շարունակեց պայքարը 300 հոգեանոց ջոկատով եւ իր որդին էլ նրանց մեջ էր, շարունակեց պայքարը եւ կարողացավ Զեյթունը եւ նրա շրջակայքը ազատել թշնամուց եւ ստեղծել անկախ մի իշխանություն, որը գոյություն ունեցավ 65 տարի։ Սա փաստորեն Կիլիկիո հայոց թագավորության անկումից հետո Զեյթունի հերոսամարտի սկիզբն է եւ այդ սկզբի հենց ակունքում կանգնած է տաղանդավոր քաջարի հայկին Զարմանուհի անունով։ Բավական է հիշել, որ մեր վերջի շրջանի ազատամարտում Սոսե Մայրիկի անունը եւ իհարկե հարգանքով խոնարհությամբ հիշել մեր ամենավերջի ազատամարտի Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված մեր հայուհիներին եւ հարգանք իհարկե ովքեր որ չզոհվեցին եւ մասնակցեցին այդ պայքարին։ Ես ցանկանում եմ այսքանով ամփոփել եւ մի հետաքրքիր բանի վրա էլ ուշադրություն դարձրեք։ Տարբեր երկրներում մայրության կանանց տոներ նշում են մեկ օր, հետաքրքիր է, երբ որ մեր մոտ ապրիլի 7-ը վերականգնվեց եւ ժողովուրդը ավանդույթով շարունակում էր մարտի 8-ը եւս նշել, հայ տղամարդիկ արեցին հատուկ մի քայլ, հայտարարվեց հայ կանանց մեկամսյակ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը։ Այսօր այդ մեկամսյակը վերջանում է, սակայն մեր հարգանքը, մեր խոնարհումը, մեր մայրերի, մեր կանանց նկատմամբ երբեք չի վերջանում։ Այսքանը, սիրելի հայուհիներ, սա ընդունեք որպես այսօրվա տոնի նվեր մեր տղամարդկանց կողմից, մեր բոլոր կանանց։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, մենք կշարունակենք հաջորդ շաբաթ, բարին բոլորիս հետ։